Որպես մանեքենուի աշխատել եմ Հայաստանում, նաև պատիվ եմ ունեցել Չինաստանում, ինքս հարթել եմ իմ քարքարոտ ճանապարհը ամենայն հարգանքով, բայց ինքն է որոշում անհնարին է, թե հնարավոր է։ Ինչպես տատիս կասեր, ականջին օղան է, երբեք հանձնվել չկա եւ կյանք կա երկրորդ փորձի։ Ժողովուրդ, ձեր գլուխը աղբաման չէ։ Ուզում է այսպես մեծ հրաշքը տեղի ունենա, դա ինքը կապելու է պատահականության, զուգադիպության եւ ինչի հետ ուզես, միայն թե չասի, որ այդտեղ տիրոջ մատը խառն։ Ես դաջվածքներն արել եմ Գերմանիայում, իմ կյանքի շատ ծանր մի փուլում, շատ դեպրեսիվ փուլում, եւ այդ դեպրեսիայի շրջանում կարծես թե ինձ մեկ ուրիշ ինչ-որ ֆիզիկական ցավ էր հարկավոր հոգեկան ցավից եւ տառապանքներից մի պահ ցրվելու եւ մոռացության տալու համար։ Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է լրագրող, գրող Անի Քոչարը։ Ողջույն ջան։ Ողջույն։ Շնորհակալ եմ մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ ձեզ մոտ հյուրընկալվելու համար։ Անի ջան, սկսենք առաջին հարցից, ինչպես ընտրեցիք լրագրությունը որպես մասնագիտություն, նաև դժվար չէ երկու մասնագիտություն ունենալը։ Ես կարծում եմ այն մարդկանցից եմ, ում մասնագիտությունը ընտրեց, որովհետև ես մանկապատանեկան այդ տարիքում շատ տարբեր մասնագիտությունների մասին էի մտածում, երազում, բայց այնպես ստացվեց, որ եւ քույրերս, քանի որ ժուրնալիստիկայի ֆակուլտետում էին արդեն իսկ սովորում, ուսանողներ էին, մեր միջև 10 եւ 9 տարվա տարիքային տարբերություն է, ավագ քույրերս սովորում էին եւ ես ոգեշնչվում էի նրանցից, ինչպես նաեւ իմ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին Տիկին Ավետիսյանը նկատեց, որ գրելու ձիրք ունեմ, եւ ինձ ասաց դու դպրոցական շարադրություններ չես գրում, այլ լրագրողական նյութեր եւ արժի որ քեզ փորձես այդ բնագավառում, ափսոս է ձիրքը որպեսզի կորչի, եւ ես իմ առաջին քայլերը սկսեցի հենց մամուլի շենքից, կանչ մանկապատանեկան թերթից, որտեղ էլ անցա իմ առաջին լրագրողական դպրոցը Շավիղ մանկապատանեկան եւ սկսեցի թղթակցել, ապա աշխատակցել կանչին եւ այսպես շատ սահուն այնպես ստացվեց, որ հենց սկզբից ես այն ոլորտը, որում որ ողջ կյանքս գիտակից ինձ դրսևորում եմ, հենց սկզբից այդտեղից էլ սկսեցի եւ ես կարծում եմ, որ դա շատ մեծ երջանկություն է, երբ ունես այդ հնարավորությունը հենց ամենասկզբից քո նախընտրած մասնագիտությունից սկսել։ Հիշում եմ, որ նաև ժամանակին մոդելինգով եք զբաղվում, խոսեք նաև այդ տարիների մասին։ Այնպես ստացվեց, որ 2000 թվականից եւ սկսեցի Հանրապետական մամուլին թղթակցել եւ որպես մանեքենուհի իմ առաջին քայլերն անել, այսինքն 2000 թվականից որ հաշվում ենք, այս տարի իմ գործունեության 25-ամյակն է լրանում, պարզապես ի տարբերություն մեդիա ոլորտի, որտեղ ես այս 25 տարիների ընթացքում աշխատել եմ եւ դրսևորել եմ իմ աշխատանքային տարբեր գործունեությունները լինի լրագրող, խմբագիր, հեղինակ, թե մեկ այլ տեսքով դրսևորմամբ, որպես մանեքենուհի արդեն չեմ աշխատում, բայց ավելի քան 10 տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ մոդելինգով եւ որպես մանեքենուհի աշխատել եմ Հայաստանում, նաեւ պատիվ եմ ունեցել Չինաստանում, աշխատելու ինձ համար դա արվեստի միջուղ էր եւ ես շատ մեծ սիրով եւ շատ մեծ պատասխանատվությամբ էի այդ մասնագիտությանը նույնպես վերաբերում։ Կան շատ կարծրատիպեր, որ լրատվական դաշտում, ինչպես նաև մոդելինգի շրջանակներում միշտ առաջ են գնում այն մարդիկ, ովքեր ունենում են ծանոթ, բարեկամ, ինչ կարող եք ասել նաև դրա մասին։ Շատ հաճախ մարդիկ քննադատում են, որ միայնակ հնարավոր չէ տվյալ ոլորտում հասնել հաջողությունների։ Ես որպես մարդ, ով ինքն իրեն կերտել է եւ իր անունն է կերտել եւ չունենալով որևէ, չգիտեմ, առաջ մղող անձ կամ ուժ, ինքը հասել է այն ամենին, ինչին որ ձգտել է եւ դեռ իհարկե ունեմ շատ ճանապարհ անցնելու եւ շատ բարձունքներ գրավելու, այնպես չէ որ ես համարում եմ, որ ես ամենին հասել եմ, բայց ասելիքս այն մասին է, որ դրանք բոլորը թյուր կարծիքներ են եւ նախապաշարմունքներ են։ Իհարկե Հայաստանի նման երկրում, որտեղ հաճախ այդ խնամի ծանոթ բարեկամ
հասկացությունը իհարկե ինչ խոսք ունի դերակատարում, բայց ես կարծում եմ, որ նաև այն արտահայտությունը, որ տաշած քարը գետնին չի մնում, դա իսկապես այդպես է։ Եթե դու թրծված, լավ եւ քեզանից ինչ որ բան ներկայացնող կադր ես, չեմ կարծում, որ որևէ լրատվամիջոց, որևէ մոդելային գործակալություն քեզանից կհրաժարվի։ Իհարկե շատ պատմություններ կարող եմ պատմել, որոնք կգան ապացուցելու ասածս, բայց պարզապես ինքս իմ օրինակով ես շատ համեստ հնարավորություններ ունեցող ընտանիքից եմ եղել, անգամ այդ դժվարին տարիներին ես ընտրում էի բոլոր այն խմբակներն ու դասընթացները, որոնք անվճար էին, որպեսզի ծնողներիս ֆինանսական բեռը չավելացնեմ, եւ ինքս ինձ վրա շատ աշխատելով, ինքս ձգտելով, ինքս շատ պրպտելով, կարդալով, ինքս հարթել եմ իմ քարքարոտ ճանապարհը եւ բոլոր այն մարդիկ, ովքեր միջակություններ են կամ ովքեր չեն սիրում իրենց վրա աշխատել եւ միայն իրենց անհաջողությունները կամ իրենց ոլորտում առաջ չգնալը պայմանավորում են նրանով, որ իրենք տանիք չունեն կամ չունեն հենարան, ով իրենց առաջ կմղի, ես կարծում եմ դրանք արդարացումներ են։ Եթե ցանկանում ես, եթե հստակ նպատակ ես դնում եւ դու աշխատում ես քեզ վրա, որ արդարացնես նաև ակնկալիքները գործատուի, ապա դու չես կարող տեղում դոփել։ Նաև ինչպես նշեցիք, ձեր կյանքը լի է վերելքներով եւ վայրեջքներով եւ այդ բարդ ճանապարհին ձեզ ով է մոտիվացնել կամ ինչն է եղել ձեր մոտիվացիայի աղբյուրը։ Իհարկե ես մասնագիտական վայրեջքներ ըստիս չեմ ունեցել, որովհետեւ անգամ եթե ես ամսագրին վերադառնամ, ես ամսագիրը այն պիկին թողեցի եւ մեկնեցի Հայաստանից, երբ կարող էի բացարձակ դա չանել, պարզապես ինձ մոտ միշտ հաղթում է մարդը եւ մարդկային որոշումները եւ եթե կա ընտրություն կատարել հոգուտ մարդու, հոգուտ ընտանիքի անդամի կամ հոգուտ նրա, որ դա ամենևին կապ չունի կարիերայի հետ եւ ճիշտ հակառակը դեռ մի բան է վնասելու է կարիերայի հետ, ապա որքան էլ թվում է ես շատ ամբիցիոզ մարդ եմ, շատ կարիերիստ մարդ եմ, բայց երբեք ինձ համար մարդը երկրորդ պլանում չի եղել, դրա համար օրինակ իմ վայրեջքները դրանք հիմնականում ավելի շատ կապված են եղել անձնական ընտրությունների, բազմաթիվ տարատեսակ ստրեսների արդյունքում ձեռք բերած առողջական խնդիրների, որովհետև առողջական խնդիրները դրանք պարզապես օդից չեն ընկնում քեզ վրա կամ դրանք ինչ որ միտեղից ուղակի անիմաստ չեն արտահայտվում, դրանք ունեն շատ խորը լուրջ հոգեսոմատիկ նշանակություն եւ բնույթ, այնպես որ ես կարծում եմ ավելի շատ իմ վայրեջքները կյանքում կամ անկումները դրանք կապված են եղել ավելի շատ մարդկային, անձնական խնդիրների հետ, քան մասնագիտական եւ կարծում եմ, որ ես մշտապես կարողացել եմ նաեւ այնպես անել, որ անունը, որը ես կերտել եմ շատ երկար տարիներ, մոռացության չի մատնվել, որքան էլ թվում է թեկուզ Հայաստանից բացակայել եմ կամ դադարներ եմ ունեցել, բայց հետագայում մշտապես կարողացել եմ այնպիսի նախագծերով կրկին վերադառնալ կամ հանդես գալ, որպեսզի մարդիկ ինձ չմոռանան կամ իմ գործը չմոռանան։ Իսկ ունեցել եք որևէ մարդու իդեալ կամ կերպար, որին հենց տեսնելով ցանկացել եք այդ օրինակով առաջ շարժվել։ Իդեալ ոչ, ես առհասարակ ինձ համար իդեալներ կամ կուրքեր չեմ ստեղծում, որովհետև լինելով նախ շատ մեծ հավատ ունեցող մարդ, ես գիտեմ, որ չի կարելի կուրքեր ստեղծել եւ չի կարելի մահկանացուներին շատ այդպես աստվածացնել կամ իդեալականացնել, որովհետև չկան իդեալներ, պարզապես կան տարբեր ոլորտում իրենցից արժեք ներկայացնող անուններ, հեղինակություններ, կերպարներ, որոնցից ես օրինակ եմ վերցրել կամ որոնք ինձ համար եղել են նշաձող, թե մասնագիտական տեսանկյունից ես ուր ունեմ ձգտելու եւ դեռ մի բան էլ անցնելու։ Նորաձևության ոլորտում էլ եղել են շատ հարգված մանեքենուհիներ թեկուզ օտարազգի, որոնց ես ոչ թե փորձել եմ նմանակել, ընդօրինակել, այլ փորձել եմ սովորել։ Ես առհասարակ տեսակով շատ վերցնող մարդ եմ։ Ես ուր հայտնվում եմ, եթե դա անգամ հենց խիստ մասնագիտական իմ ոլորտը չէ, ես միշտ ականջի պոչով լսում եմ, միշտ աչքս չորսարած ուսումնասիրում եմ, որովհետև կյանքը այնպիսին է, որ դու կարող ես ամեն իրավիճակում հայտնվել եւ շատ լավ է, եթե դու ինչ որ առումով փոքրի շատ է պատրաստված ես լինում, բայց իդեալներ եւ կուրքեր դա իմ մասին չէ։
Նաև դուք այսօր որոշակի ակտիվություն եք դրսևորում սոցիալական տարբեր հարթակներում, մի փոքր խոսնենք այսօր սոցիալական հարթակներում տիրող իրադրությունից, տեսնում ենք, որ գնալով շատանում է բացասական բովատանկություն ունեցող տարբեր հոլովակներ, որոնց գործառույթը շատ հաճախ դեգրադացիան է, ինչ կարող եք ասել սրան վերաբերյալ։ Իհարկե ես երբեմն մի քիչ խոհափիլիսոփայորեն եմ մոտենում վիրտուալ տիրույթին եւ համարում եմ, որ պարզապես այժմ այսպես անցումային շրջանում ենք, մարդկանց ձեռքը հայտնվել է խելացի սարքեր եւ ինտերնետ անսահմանափակ եւ մարդիկ հաճախ չգիտեն ինչպես դրանից օգտվեն եւ ինչը ի ցույց դնեն, ինչը ոչ, ինչպես նաեւ շատ կենցաղային եւ շատ այսպես ժողովրդի մեջ պտտվող, բայց շատ տեղին մի բան կա, ասում է առաջ որ մի քիչ խելապակաս էիր, միայն տան անդամները գիտեին, տանեցիները գիտեին, այժմ ձեռքդ հեռախոս եւ ինտերնետ է հայտնվել, ամբողջ աշխարհը գիտի, ալամ աշխարհը գիտի, ինչպես ժողովուրդն է ասում, այնպես որ մենք մի ժամանակներում ենք ապրում, որտեղ մարդիկ, ովքեր նախկինում երբևէ երազել անգամ չէին կարող հայտնվել էկրաններին, այսօր նրանք էկրաններին են։ Եվ թեև դա հեռուստա էկրան չէ, բայց միևնույն է, մի էկրան է, որից այն կողմ հազարավոր մարդիկ դիտում են, ինչ որ միտեղ, եթե անգամ իրենց թվում է դա իրենց ոչինչ չի տալիս, բայց մեր գլխուղեղը այնպիսի մի օրգան է, այնտեղից ոչինչ չի անհետանում։ Եվ նրանք, ովքեր այժմ մեզ լսում են, շատ կցանկանան, որ իրենք սա, ինչպես տատիս կասեր, ականջին օղանեն։ Ժողովուրդ, ձեր գլուխը աղբաման չէ, այդքան աղբով չի կարելի լցնել մի օրգան, որտեղից կրկնում եմ, որևէ տեղեկատվություն, որևէ ինֆորմացիա կամ հույզ չի անհետանում, դա տեղեկատվություն է դառնում, այդ անգամ էմոցիան, հույզը, որ դու ապրել ես եւ տեղավորվում է, կլինի ենթագիտակցության մեջ, գիտակցության մեջ, չի կարելի ամեն բան սպառել, ինչ հայտնվում է էկրաններին, դու պետք է շատ խիստ ընտրություն կատարես, նախկինում ասում էին, մենք այն ենք, ինչ ուտում ենք, այժմ ես նաեւ ասում եմ, մենք այն ենք, ինչ դիտում ենք, եւ այն ինչ մենք սպառում ենք, այն բովանդակությունը, կոնտենտ կոչվածը, դա հենց մենք ենք, որովհետեւ յուրաքանչյուր իրեն հարգող մարդ չի կարող աղբ սպառել։ Եվ ես պարզապես ցավում եմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր նաեւ չեն հասկանում, որ իրենց դեռահաս երեխաները, մանկահասակ երեխաները այսօր երբեմն այնպիսի բովանդակություն են սպառում, իրենց թվում է դա ոչինչ իրենց երեխաների մոտ չի փոխում, բայց դա արժե համակարգ է ստեղծում, դա ընդօրինակման մոդել, օրինակ է ստեղծում, թե այ ինչպիսին են այսօրվա հաջողակ, չգիտեմ, բլոգերները, ինֆլուենսերները կամ մարդիկ, ովքեր համացանցը օգտագործել են եւ բախտի բերմամբ թե պատահմամբ հայտնի են դարձել։ Այն, որ դու ինչ որ խեղկատակություն ես անում եւ հայտնվում ես ռեքում կամ թոփում, ինչպես ասում են, դա դեռ չի նշանակում, որ դու քեզանից ինչ-որ բան ես ներկայացնում։ Եվ ավաղ այսօր ալգորիթմները այդ սոցկայքերի, որոնք շատ խորամանկ ձևով են կառուցված, երբեմն թոփում եւ ամենադիտվածներում հայտնվում է այնպիսի անհեթեթություն, որը իրականում հեյթի այդ ատելության ալիքի վրա, որ մարդիկ մտնում եւ բացասական մեկնաբանություններ են գրում։ Դա հայտնվում է ամենադիտվածներում։ Արդյունքում ինչ է ստացվում։ Ամենաաղբը, որը պետքա շատ խորը թաքնվեր եւ դեն նետվեր, արժանանում է ուշադրության եւ հայտնվում է այնտեղ, որտեղ ըստ էության չպետք է հայտնվեր, եւ մարդիկ դա շարունակաբար թեկուզ ոչ իրենց ցանկությամբ տեսնում են, որովհետեւ անդադ հայտնվում է իրենց սոցկայքերի պատերին։ Չգիտեմ, սրա մասին ես իրականում անվերջ կարող եմ խոսել, սա շատ ցավալի մի իրողություն է եւ իրավիճակը առավել քան լուրջ է, քան մենք պատկերացնում ենք, ու սրա հետևանքներն էլ մենք տեսնելու ենք եւ քաղելու ենք սրա պտուղները դեռ մի 5-10 տարի հետո, երբ այդ սերունդը, որը աճում է եւ մեծանում է, եւ այսօր հաճախ կամա թե ակամա սպառում է եւ տեսնում է այն, ինչը հայտնվում է ամենադիտվածներում եւ ինչ է մեզ սպասվում, ես ուղղակի չեմ ուզում պատկերացնել, որովհետև դա սարսափելի է, որովհետև այսօր դժվար է անգամ երեխային ստիպել գիրք կարդալ կամ կարգին բովանդակությամբ որևէ հեռուստահաղորդում կամ որևէ ֆիլմ դիտել, որովհետև արդյունքում ասում է այդ քո սովորածները ինչի են հասել, տես, այսինչը որ ունի այսքան հետևորդ, այսքան լայք, այսքան մեկնաբանություն եւ միլիոններ է աշխատում, այսինքն նշաձողը դարձել է ուղակի այդ թվացյալ
մտածածին հաջողությունը, բայց դա հաջողություն չէ, դա ուղղակի փուչիկ է, որը ըստիս շատ շուտով պայթելու է։ Ես հույս ունեմ, որ մենք նորից շատ արագ կվերագտնենք մեզ եւ հասարակությունները այնքան իմաստություն կունենան, որ հագուրդ չեն տա այս թակարդներին վիրտուալ եւ չեն հայտնվի այդ թակարդներում, որոնք ոչ մի լավ տեղ չտանող ուղիներ են, շատ ցավալի է իրականում։ Նաև սոցմեդիայի հետ զուգընթաց այսօր բավականին մոդայիկ է դարձել արհեստական բանականությունը, ու երբ որ խոսեցին կրթվելու մասին, շատ հաճախ նշում են, որ այսօր երեխաները հեշտ ու հանգիստ օգտվում են արհեստական բանականությունից, նույնիսկ հիշում եմ եղել էր դեպք, երբ որ շարադրությունները արդեն արհեստական բանականությունն է իրենց փոխարինում։ Եթե այսօր անգամ ասում են դիպլոմային աշխատանքները, կուրսայինները եւ նմանատիպ այլ շատ կարեւոր բաներ գրվում են արհեստական բանականության օգնությամբ, ապա ես չեմ զարմանում, որ շարադրությունները կգրվեն։ Ես մի կարծիք ունեմ, որ եւ այնպես չէ, որ պետք է իմ կարծիքը անպայման ճիշտ լինի եւ մարդիկ ինձ հետ համաձայն են, յուրաքանչյուրն ինքն իր կարծիքն ունի։ Ամեն բան դրական է կամ բացասական է կախված նրանից դու ինչպես ես դա օգտագործում եւ կիրառում, ինչպես որ նաեւ սոցմեդիաները, որոնց մասին ես խոսեցի, նույն սոցմեդիան շատ շատերը օգտագործում են որպես կրթական հարթակ, որպես տեղեկատվական հարթակ, որպես լուսավորչական հարթակ, թեկուզ անգամ եթե ժամանցային հարթակ, բայց որակյալ ժամանց։ Նույնը արհեստական բանականությունը, եթե ճիշտ տեղում եւ նպատակային կիրառություն ունի, ապա հրաշալի է, բայց կա մի շատ մեծ բայց, օրինակ քույրս ով Գերմանիայում է ապրում, ասաց, որ շատ համալսարաններ Գերմանիայում արդեն իսկ ներդրել են ծրագրեր, որոնցով ստուգում են արդյոք արհեստական բանականությունը միջամտել է տվյալ նյութին, հոդվածին կամ գիտական աշխատությանը, թե ոչ։ Կարծում եմ Հայաստանում էլ դա պետք է անեն։ Եվ նաև շատ վատ է, որ ես լսում եմ տարբեր տեղերից եկող տեղեկատվությունը, որ կան ուսումնական հաստատություններ կամ տարբեր, չգիտեմ, աշխատավայրեր, որտեղ իրենք էլ հենց խրախուսում են արհեստական բանականության կիրառումը։ Ստացվում է մարդը քիչ-քիչ վերածվում է պարզապես միջնորդի արհեստական բանականության եւ սպառողի միջև, այսպես ասեմ, սպառող, որովհետեւ եթե լրատվամիջոցների դեպքում հեռուստադիտող է, լսարան է, ապա այլ պրոդուկտների դեպքում սպառող է։ Եվ նաև այն ոլորտները, որտեղ հետագայում պատրաստվում են արհեստական բանականությամբ եւ ռոբոտներով փոխարինել մարդկանց, նույնպես ըստիս շատ ցավալի է, որովհետեւ գալու է մի ժամանակ կրկին, որ մարդը դառնալու է գործազուրկ, դառնալու է պարզապես տանը նստած եւ խելացի սարքերի արչեւ կտկտացնող եւ արդեն կոր ձևավորած մեկը, ու կրկին թե դա ուր է տանում, ես իհարկե լինելով շատ լավատես մարդ եւ շատ դրական մարդ, չեմ ուզում շատ հոռետեսական եւ մռայլ կանխատեսումներ անել, բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը իրեն պետք է հաշիվ տա, թե մինչեւ ուր կարող է գնալ կամ երբ եւ որքանով կարող է կիրառել ցանկացած այդ նորամուծությունը կամ գիտության նվաճումները, որովհետեւ օրինակ ես չեմ ցանկանա, որ հետագայում մարդկանց գան փոխարինելու ռոբոտները եւ սարքերը եւ ամեն բան վերածվի այդպես ինչ որ մի աշխարհի, որը մեզ համենայն դեպս անծանոթ է եւ թվում է թե դա շատ այսպես հեռուներում է, բայց դա շատ այսպես մոտ ապագայում մեզ սպառնացող իրականություն է իրական, որտեղ շատ սրընթաց է այս ամենը զարգանում։ Մի քանի տարի առաջ ով նման բան կպատկերացներ, որևէ մեկը չէր պատկերացնի։ Անջան, նաև եթե խոսենք ձեր հաջողություններից, դուք իրոք հասել եք բավականին մեծ հաջողությունների ձեր աշխատասիրության միջոցով, սակայն միանշանակ հաջողությունների մյուս կողմում մարդիկ բավականին բացասական արձագանքներ են ունենում, նախանձն է միշտ լինում այն մարդու նկատմամբ, ով հասել է այդ հաջողություններին, ինչ կարող եք ասել, ինչպես եք հակազդում նաև այդ բացասական արձագանքներին։ Առանձնապես իմ արչև չունեմ դրած նման խնդիր, որ հակազդեմ կամ անպայման անդրադառնամ կամ դա ինձ համար ինչ-որ շատ մեծ տեղ չի զբաղեցնում, որովհետև նախ շատ ինքնաբավ տեսակ եմ, խնդիր չունեմ երբևէ որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել, ինձ համար կարևոր են մասնագիտական եւ կառուցողական քննադատությունները, որոնց միշտ ականջալուր եմ եւ միշտ, ինչպես ասացի, ես միշտ որսում եմ, միշտ վերցնում եմ եւ եթե բնականաբար ես չեմ կարող որևէ բան անթերի կամ կատարյալ անել, ես միշտ լսում եմ մասնագետներին, ավագ սերնդին, ինձանից առավել խելացի մարդկանց, միշտ սովորելու տեղ ունես, բայց եթե մի քանի կիսագրագետ կամ ինձանից ինչ-որ բանից ազդված մարդիկ կամ կա չէ, այսպիսի մի բան, որ
մարդիկ չեն հանդուրժում իրենց կերպարի հակապատկերներին։ Եվ օրինակ աղջիկները, ովքեր միշտ ձգտել են այլ ուղիներով հաջողության հասնել եւ դու իրենց հերքումն ես իրենց ապրած կյանքի եւ դու գալիս ես քո օրինակով ապացուցելու, որ դու կարող ես շատ ավելի ազնիվ եւ շատ ավելի ճիշտ ուղիներով հասնել այդ նույն հաջողությանը, ապա իրենք կարող են քեզ որևէ կերպ տանել չկարողանալ, բայց դա իրենց խնդիրն է։ Օրինակ ես երբեք իմ հոգին չարությամբ նախանձով, անհանդուրժողականությամբ չեմ լցնում եւ շատ այսպես փորձում եմ իրենց թողնել իրենց մաղձի մեջ, անգամ երբեմն խորհուրդ եմ տալիս դրանից դուրս գալ, որովհետեւ դա հենց իրենց է վնասում եւ մյուսը ես միշտ ասում եմ Աստված իմ կարևորը իմ Տեր Աստված ինձանից գոհ լինի։ Ես միշտ փորձում եմ ապրել այնպես, որ նա ինձ պետք է չէ ի վերջո դատի։ 1000 հոգի իր դատով կարող է ինձ դատել եւ ամենքը դատվելու են իրենց դատով։ Շատ թեթև եմ այդ ամենին նայում, որովհետեւ կրկնում եմ, ես խնդիր չունեմ բոլորին համոզելու, բոլորին դուր գալու եւ չես էլ կարող բոլորին դուր գալ։ Այդ ինչ պետք է պատահի, որ ինչ որ մեկը բոլորին անխտիր դուր գա, պետք էլ չէ։ Եվ ես միշտ ասում եմ, կարևորը սիրված լինեմ, ընկալված լինեմ եւ ներված լինեմ Տիրոջ կողմից։ Իսկ ինչ որ մեղավոր մահկանացու, որ ինքը թաղված է ոտքից գլուխ մեղքերի մեջ, կարող է ինձ թեկուզ չգործած մեղքերի մեջ մեղադրել, դա ինձ մոտ որևէ բան չի փոխում, անգամ մեկ մկան դրանից չի շարժվում։ Նաև դուք անցել եք երկար բուժման գործընթաց, երկար բուժման փուլ եւ հավատը ձեզ այդ ճանապարհին բավականին օգնել է։ Շատ եք խոսել ձեր առողջական խնդիրներից, բայց կցանկանամ մի փոքր կիսվեք, ինչ փուլում եք գտնվում եւ ինչպես կարողացաք հաղթահարել անցյալում գտնվող խնդիրները։ Այո, առողջական խնդիրներից այլևս չեմ խոսելու եւ չեմ անդրադառնալու այդ թեմային անցյալի մասով, որովհետեւ նաեւ շատ մարդիկ կան, ովքեր մտածում են, որ ես, չգիտես ինչու, միշտ խոսում եմ իմ հիվանդություններից, բայց դա ախր ամենևին այդպես չէ, բայց եթե լրատվամիջոցում հյուր ես եւ լրագրողին հետաքրքրում է այդ հարցը, չես էլ կարող չպատասխանել, չանդրադառնալ, բայց Ժորժ ջան, դա չի նշանակում, որ ես անընդհատ այդ էջին եմ վերադառնում կամ ես չեմ կարողանում այդ էջը փակել։ Ամենևին այդպես չէ, պարզապես ես շատ բաց եմ ցանկացած հարցի պատասխանելու ու պետք է ասեմ, որ ավաղ քանի որ այո, ստացվել է այնպես, որ ես վերջին համենայն դեպս տարիներին մշտապես ունեմ շատ լուրջ առողջական խնդիրներ եւ դրանք այնպես է մեկը մյուսի հետ փոխկապակցված են եւ նաեւ շատ ծանր քիմիաթերապիաների արդյունք են։ Ես ամեն օր, ինչպես մարտիկը, պայքարում եմ, կռիվ եմ տալիս այս կյանքի համար եւ ես իմ խաչը հոժարությամբ տանում եմ։ Ես չեմ չարանում, ես մեղավորներ չեմ փնտրում, ես անդադ հետ չեմ վերադառնում անցյալ եւ փորփրում, թե ինչից սկսեց, ինչու սկսվեց, կարող էր արդյոք այլ կերպ լինել, եթե ես այդքան զոհաբերող, անձնազոհ եւ այդքան ինքս ինձ այրող տեսակ չլինեի, չեմ անդրադառնում այլևս, եղել է, անցել է, ունենք այնինչ ունենք եւ ես միշտ հաշվի եմ նստում ներկայի իրողությունների հետ։ Ներկայում ունենք այն, որ շատ լուրջ խնդիրներ կա սրտի հետ կապված, որի համար ես ամենօրյա քրտնաջան պայքարի մեջ եմ եւ այն, որ ես կարող եմ թեկուզ շատ քանակի դեղահաբեր ընդունել եւ օրվա ընթացքում լինեն ժամեր, որ ես շատ վատ ինքնազգացողություն ունեմ, բայց դա ինձ երբեք ու երբեք չի ընկճում, չի կոտրում եւ չի ստիպում, որպեսզի ես մտնեմ այդ հիվանդի դերի մեջ եւ ինձ համարեմ զոհ այս կյանքում ու սկսեմ ապրել այդ հոգեվիճակով եւ այդ այսպես ասած կարգավիճակում ամենևին։ Եթե ինձ տեսնում եք, ես ամեն անգամ ջանում եմ տանից դուրս գալ այնպես, որ այնպես չլինի, հա, որ իմ ճակատին գրված է, որ ես ունեմ լուրջ առողջական խնդիրներ։ Ամենևին դա իմն է, դա իմ խնդիրն է, դա իմ ամենօրյա ցավն ու տառապանքն ու պայքարն է, որը որ բացառապես իմն է, ես որևէ մեկի պարանոցին այն չեմ ցանկանում փաթաթել, անգամ թեկուզ տեղեկատվությունը փոխանցելու տեսքով, ուղղակի զուտ արձանագրում ենք, հարցերին պատրաստակամորեն պատասխանում եմ, այդքանով եզրափակում եմ, որովհետև
Ես ամենևին չեմ ուզում, որ մարդիկ մտածեն, որ ես բարձրաձայնում եմ այդ խնդիրների մասին, որ ինձ կորեկցեն, խղճան ամենևին։ Ես կարծում եմ, ես վաստակել եմ այն իրավունքը, որ մարդիկ ինձ այդ դիտանկյունից չնայեն, պարզապես ես իմ դժվարին փորձը ոգեշնչման աղբյուր եմ դարձնում այն մարդկանց հետ, ովքեր շատ արագ, շատ հեշտ կոտրվում են, զենքերը վայր են դնում, համարում են վերջ, այլևս իրենց կյանքն ավարտված է, եւ իմ գրքերն էլ դրա մասին են, որ երբեք հանձնվել չկա եւ կյանք կա երկրորդ փորձից։ Եթե ուզում եք իմանալ անգամ 1000-րդ փորձից, եթե դու շատ վճռական ես, տոկուն ես եւ ամեն օր ջանք ու եռանդ չես խնայում, որ เป զի քո կյանքը եւ քո կյանքի որակը բարելավվի, որովհետեւ օրինակ ես հրաժարվում եմ, ես որևէ կերպ չեմ ուզում իմ ախտորոշումների հետ նույնականացվել եւ դառնալ իսկապես իմ ախտորոշումների արտացոլանքը։ Ես այո դրանք ունեմ, բայց ես փորձում եմ բոլորովին այլ ինքնուրույն կյանքով ապրել իմ ախտորոշումներից զատ, որովհետեւ եթե ասում եմ ես տրվեմ այդ բժշկական ախտորոշումներին, ապա ուղղակի կցնորվեմ։ Նաև սոցիալական հարթակներում, երբ որ հարց ու պատասխան եք անցկացնում, միշտ հետևորդները հարցնում են, թե ինչպես եք կարողացել անել, որ նման կերպով ձեր մեջ հավատ է ձևավորվել եւ ինչ խորհուրդ կտաք։ Արդյոք մարդու մեջ հավատը պետք է լինի, թե դա լինում է նաև կյանքի ընթացքում ձեռք բերել։ Ինչ խոսք մարդու տեսակից եւ էությունից է կախված, թե դու որքանով ես հավատավոր մարդ եւ որքանով ես այս կամ այն երևույթը, իրադարձությունը կամ դիպվածը կապում տիրոջ հետ կամ քո հավատի զորության հետ։ Մարդ կա իր կյանքում ուզում է ամենա, այսպես մեծ հրաշքը տեղի ունենա, դա ինքը կապելու է պատահականության, զուգադիպության եւ ինչի հետ ուզես միայն թե չասի, որ այդտեղ տիրոջ մատը խառն էր։ Ես այլ տեսակ մարդ եմ, ես շատ նախ շնորհակալ մարդ եմ եւ բացարձակ մեծամիտ մարդ չեմ։ Դրա համար օրինակ, որ ինձ ասում են, այ դու շատ հզոր անհատականություն ես, հզոր անձ ես, այ դու սա արեցիր, նա արեցիր, պայքարեցիր, հաղթեցիր, փրկվեցիր եւ այլն, ես համեստ մարդ լինելով չեմ ուզում այդ ամենը վերագրել ինձ։ Ես ասում եմ, ողջ փառքը Տիրոջն է։ Տերն է կամեցել իմ կյանքում միջակետ դնել, թե վերջակետ։ Եվ այդտեղ իմ արժանինքները զուտ այնքանով են, որ ես ականջալուր եմ եղել Տիրոջը, ես նրա ձեռքը ամուր բռնել եմ եւ իմ հավատի հետևից գնացել եմ։ Եվ երբ բժշկությունը որևէ բան ասում է անհնարին է, ես ասում եմ ամենայն հարգանքով, բայց ինքն է որոշում անհնարին է, թե հնարավոր է։ Իհարկե կարող ես քեզ վրա աշխատել, ել ավելի զորացնել քո հավատքը, որպես հոգևոր մարդ էլ ավելի ամուր կանգնել քո ոտքերի վրա, որովհետև մոմ վառելով հոգևոր չեն դառնում, մոմ վառելով հավատացյալ չեն դառնում, անգամ եկեղեցիներ կառուցելով հավատացյալ չեն դառնում։ Մեր երկրում բազմաթիվ են եկեղեցիներ, որոնք անգամ շատ ոչ մաքուր ճանապարհով ձեռք բերված փողերով են կառուցվել։ Շինությունների ներսում չէ Աստված եւ վառված մոմերի մեջ չէ Աստված, անգամ աղոթքի մեջ չէ Աստված, եթե այդ աղոթքը շատ մեծ հավատով եւ շատ մաքուր սրտով չի արված։ Ինձ համար հավատը բոլորովին այլ բնույթ ունի, ինձ համար իմ հավատքը կենթանի հավատք է, ես Տիրոջը չեմ հավատում կամ պաշտում միայն նրա համար, որ այդ առևտրային փոխհարաբերությունները, որ այս ինչ բանն անեմ, որ Աստված ինձ տա կամ լավություն անեմ, Աստված իմ երեխեքի դեմը բերի, դա առևտուր է։ Դու պետք է մաքուր սրտով դա անես առանց փոխադարձ ակնկալիք ունենալու, որովհետև եթե դու որևէ բան անում ես ակնկալելով, որ այ ինքը քեզ վարձահատույց է լինելու, դա հավատ չէ եւ դա աստվածասիրություն չէ, դա ամենասովորական շուկայական փոխհարաբերություններ են, որտեղ չկա Տիրոջ ներկայությունը, Տերն այնտեղ է, այ ասացի ու փշաքաղվեցի, Տերն այնտեղ է, որտեղ դու մաքուր սրտով առանց որևէ ակնկալիքի դիմում ես իրեն եւ իր հետ ես անկախ քո կյանքում տեղի ունեցող լավ եւ վատ իրադարձությունների, որովհետեւ չարը շատ է տանում փորձության եւ եթե դու երես դարձնես Տիրոջից եւ սասանվես քո հավատի մեջ, ապա այդտեղ որևէ մեկը մեղավոր չէ։ Այս թեմայով էլ շատ երկար կարող ենք զրուցել, իրականում շատ լուրջ եւ շատ խորություն պահանջող թեմա է, բայց շատ կուզեմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր
հավատ ասելով պատկերացնում են եկեղեցի գնալ կամ բոլոր եկեղեցական տոները նշել եւ անպայման այդ հատկապես տամոքսային ծիսակարգերին հետևելով, այնտեղ ճշտելով թե հավկիթ ինչ գույն պետք է ներկվեր, չամչով փլավի մեջ քանի չամիչ պետք է լիներ Ժորժ ջան, հավատը դրա մասին չէ, Աստծուն միևնույն է դու անգամ կարող ես հարության տոնին զատկիտ սեղանին անգամ հավկիթ չունենալ, ոչ էլ այդ փլավն ու ձուկը ունենալ, բայց ունենալ շատ զորավոր հավատով լի եւ բաց սրտով մարդ լինել եւ քեզ տրվի։ Այնպես որ շատ կուզեմ, որ մեր ժողովուրդը իր հավատը վերանայի եւ այդ նյութապաշտական, ստամոքսային, ծիսակարգային բաներից մի փոքր ոչ թե չանեն, ես էլ եմ տոնում շատ սիրով, շատ սիրում եմ բոլոր եկեղեցական տոները, բայց հավատը դրա մասին չէ, հավատը բոլորովին այլ բանի մասին է, այնպես որ պետք է շատ դառնալ Տիրոջը եւ թեկուզ խնդրել նրան ցույց տալու ճիշտ ճանապարհը դեպի իրեն գնալու։ Անի ջան, նաև նկատեցի, որ ձեր ձեռքին դաջված կա, կարող եք խոսել մի փոքր նախապատմության մասին։ Որպեսզի եթերային ժամանակը շատ չչարաշայինք, շատ կարճ ասեմ, եթե այժմ ունենայի այն տեղեկացվածությունը, որն ունեմ, երբևէ դաջվածքներ չի անի, ու թեև դաջվածքներ շատ սիրել եմ եւ այժմ էլ շատ սիրում եմ, այնպես չէ որ հիասթափվել եմ կամ անհետացել է իմ սերը դաջվածքների նկատմամբ, բայց չի անի եւ խորհուրդս բոլոր մեր պատանիներին, երիտասարդներին, ովքեր նպատակ ունեն հետագայում անելու, նախ կրոնական տեսանկյունից չի խրախուսվում մարմնի վրա նկարչություն կամ որևէ տեսակի պատկերազարդումներ անելը, որովհետև այսպիսի միտք կա, որ այն մարմինը մաքրամաքուր, որ քեզ տրվել է Տիրոջից, դու այդ նույն մաքրամաքուր մարմնով պետք է մնաս, բայց անգամ եթե որևէ մեկը չունի այս կրոնական կամ հավատքի պատկերացումները ինչ ես, անգամ եթե զուտ բժշկական տեսանկյունից նայենք, դաջվածքները շատ վատ հետևանքներ կարող են ունենալ առողջության վրա, անգամ ամենաստերիլ, ամենամաքուր պայմաններում արվածները, որովհետև այդ ներկերի մեջ կան տարբեր տեսակի նյութեր, որը չես իմանա ում օրգանիզմի եւ արյան վրա ինչ ներգործություն կունենա։ Եվ մյուսը, որ շատ երկար, այսպես շատ խորքային չանդրադառնամ այդ բժշկական տեսանկյունից, միայն մի բան ասեմ, սրանով ամեն բան ասված է։ Գերմանիայում ինձ ասացին, որ նա ով դաջվածք ունի, երբեք չի կարող դոնոր լինել։ Եվ արյան դոնոր, եւ ոսկրածուծի դոնոր, այսինքն դու որպես ծնող անգամ Աստված ոչ անի, հետագայում եթե անհրաժեշտ լինի, թեկուզ ոչ շատ լուրջ, թեկուզ չնչին առողջական խնդիրների դեպքում, եթե արյուն է հարկավոր քո երեխային, իրենք քեզանից չեն վերցնի արյուն։ Ըստ իս հենց միայն այս կետը բավարար է, որպեսզի որևէ գիտակից մարդ դաջվածք չանի։ Ես չէի անի, եթե որևէ մեկը մինչև անելը ինձ այս տեղեկատվությունը տար եւ դաջվածք անողը ինձ զգուշացներ, բայց դրա մասին որևէ մեկը չի խոսում եւ ես ունեմ մի շարք դաջվածքներ, ավաղ միայն այս մեկը չէ, շատ են, պարզապես ես դրանք չեմ արել ի ցույց դնելու համար, որպես կանոն մյուսները չեն երևում։ Ու ասում եմ, եթե ես այսքան տեղեկացված լինեի, ես չէի անի եւ մի բան էլ ասեմ, ես դաջվածքներն արել եմ Գերմանիայում, իմ կյանքի շատ ծանր մի փուլում, շատ դեպրեսիվ փուլում եւ այդ դեպրեսիայի շրջանում կարծես թե ինձ մեկ ուրիշ ինչ որ ֆիզիկական ցավ էր հարկավոր հոգեկան ցավից եւ տառապանքներից մի պահ ցրվելու եւ մոռացության տալու համար եւ ես այսպես կարծես ինքնամոռաց տրվել էի այդ հոսանքին, ալիքին ինձ պաշարած եւ սկսել էի իրար հետևից դաջվածքներ անել, մինչեւ ասացի մի վարքյան բավարար է անի, պետք է միշտ մարդ կարողանա անգամ ամենաանկումային տրամադրությունների ժամանակ ինքն իրեն ասել ոչ եւ ինքն իրեն ասել բավական է կանգառ։ Դա վերաբերում է նաև բոլոր այն մարդկանց, ովքեր մեկի մոտ դաջվածք անելով է դրսևորվում, մեկ ուրիշ իրեն տալիս է այս կամ այն մոլուցքներին, փառք Աստծո, ես այդպես թուլակամ չեմ, մոլուցքների ինձ չեմ տալիս, բայց խորհուրդս կլինի ոգելից խմիչք, կլինի տարբեր տեսակի նյութեր, կլինի խաղամոլություն, ճիշտ պահին կարողացեք սթափվել, ձեզ մեջ ուժ գտնել, կամքի ուժ,
ասելու ոչ, ինքներդ ձեզ, որովհետև որևէ մոլուցքի դեմը, որևէ մեկը, ընտանիքի անդամներից սկսած վերջացրած եկեղեցու սպասավորներով, որևէ մեկը չի կարող ձեզ օգնել դրա դեմն առնել, քանի դեռ դուք ինքներդ չեք հասկացել, որ դուք ճահճում եք, եւ դա ձեզ կլանում է ավելի խորը եւ ավելի խորը։ Դուք պիտի կարողանաք ուժեղ գտնվել ձեր թուլություններից եւ ձեր մոլուցքներից եւ դադարեցնելու այն, ինչը ձեզ կործանման է տանում։ Եվ եթե ամփոփենք մեր զրույցը, ինչ երազանքներ ունեք, իհարկե երազանքները չեն բարձրաձայնում, բայց հետաքրքիր է ինչ երազանքներ ունեք, որը ցանկանում եք հասնել ձեր կյանքի հետագա ընթացքում։ Ես չեմ վախենում երազանքներիս մասին խոսել եւ բարձրաձայնել, ես միշտ ազնվորեն նշում եմ, որ կյանքիս այս փուլում ինձ համար շատ մեծ երազանք է հասնելու այն օրվան, որպեսզի ես տեսնեմ իմ երեխաների հարսանյաց հանդեսները, բարեմ նրանց հարսանիքներին, իմ թոռնիկներին տեսնեմ, այդ թոռնիկներից գրկելու բերկրանքն ունենամ եւ տեսնեմ երեխաներիս շարունակությունը, որովհետեւ ես նայում եմ երեխաներիս, նրանցում տեսնում եմ իմ շարունակությունը եւ շատ կուզեմ նաեւ տեսնել նրանց շարունակությունը, սա ինձ համար, չգիտեմ, ամենանվիրական երազանքն է այս պահին, ինչպես նաեւ մինչեւ այդ օրվան կհասնեմ, այս ընթացքում հասցնեմ հնարավորինս շատ արարել, իմ համեստ ներդրումն ունենալ գրքի տեսքով, ամսագրի տեսքով, ցանկացած այլ նախագծի տեսքով, որը թեկուզ շատ տարիներ անց մարդիկ կթերթեն եւ դա իրենց ինչ-որ օգտակար մի բան կտա։ Բայց այսքանով ամեն ինչ ավարտված չէ, մենք ձեզ շատ գեղեցիկ անակնկալ ենք պատրաստել, քանի որ գիտենք, որ դուք շատ եք հավանել մեր ծաղրանկարները, եւ մեր ծաղրանկարիչը պատկերել է մի գեղեցիկ նկար, որը ամփոփված է, ձեր կարելի ասել ողջ կյանքի ընթացքը, հիմա ցուցադրենք։ Իսկապես։ Այո, մեր հետևորդներին Այ ցուցադրենք։ Աստված, ես կզարմանայի, որ ինձ մարտիկի կամ ինչ որ պայքարողի տեսքով չնկարեին, անհամբեր եմ կփոխանցեք ինձ մոտիկից նայեմ, զգացված եմ։ Այստեղ ձեր բոլոր այդ փորձությունների դեմ մղվող պայքարն է, մեկ ամբողջական նկարում ամփոփված։ Նման պահերին ինձ միշտ ժամանակ է հարկավոր լինում, որպեսզի ես կարողանամ իմ ապրումները, էմոցիաները, այսպես մի հատ ինձ հանդարտեցնեմ, նոր արձագանքեմ, այս բաները, բլաստները, քաղցկեղի ես իրանց նմանացրեցի շատ ավելի, վերջնը, շատ խոսուն նկար է, անչափ շնորհակալ եմ հեղինակին, եթե չեմ սխալվում, Զավեն, ճիշտ է, կեղծանունը դուք ինձ կհուշեք, եթե հիշում եք։ Զավոս Ալավերդի։ Անչափ շնորհակալ եմ Զավեն ջան, շատ ինքնատիպ է, շատ խոսուն է, անգամ հուզվեցի դրա համար չեմ կարողանում խոսել, թող Աստված տա միշտ ես այսպես մարտական կարողանամ ցանկացած չարիքի դեմ պայքարել եւ դրանց հախից գալ։ Վստահ եմ, որ Անչափ շնորհակալ եմ։ Վստահ եմ, որ կհաղթահարեք բոլոր մարտահրավերները, իսկ ես ձեզ շնորհակալ եմ կրկին անգամ մեզ հյուրընկալվելու եւ նման ջերմ զրույցի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ, հատկապես որ ինձ նման անակնկալով եք ճանապարհում, շատ ապրեք, զգացված եմ։